Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել։ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյն է հայտարարել. Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս արտոնությունները, օրինակ առանց գրանցման երկարատև բնակությունը, Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի ընդունման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եթե այդ կարգավիճակը չլինի կամ ինչ-որ պատճառներով վերանայվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, իհարկե, այդպիսի արտոնությունները կչեղարկվեն եւ Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր ռեժիմի, այսինքն այն միգրացիոն ռեժիմին, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար։ Ռուսաստանի նախազգուշացումներն այսքանով չեն ավարտվում։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ չեն կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված ըստ նրա Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը եւ երկրի ղեկավարության Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ որդեգրած դիրքորոշումը։ Նա հիշեցրել է, որ միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ եւ օգտվում է այդ անդամակցության առավելություններից։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ ռուսական գազի արտոնյալ գինը կարող է դառնալ շուկայական, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Պեսկովը նաև ասել էր, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը, բայց օրակարգը հեշտ չի լինի։ Միության անդամները սպասում են Երևանի պարզաբանումներին։ Արտգործնախարարությունը հրապարակել է թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը, որը Երևանում նախաստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Տեքստում նշվում է, կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում թրիփի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ եւ հաստատում են, որ սույն համաձայնագիրը եւ թրիփը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ եւ ինքնիշխան Հայաստանի։ Նշվում է, որ թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա, միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ ստեղծելով տրանսկասպիան առևտրային երթուղու կենսական հանգույց։ Մարկո Ռուբիոյի կարճատև այցի ընթացքում ստորագրվել են նաև Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ երկու երկրների միջև կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։ Ինչ է սա նշանակում, որն էր ընտրություններից առաջ նման կարճատև այցի նպատակը, ինչ զարգացումների սպասել, ինչ է կատարվում նաև հայ-ռուսական հարաբերություններում, Ռուսաստանից ինչ քայլեր սպասել։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, շատ քննարկվեց, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընտրություններից առաջ կարճատև այց ունեցավ Հայաստան, արդյոք սա կապված էր ընտրությունների հետ, թե ոչ, այս առումով դուք ինչ դիտարկումներ ունեք։ Բնականաբար կարծում եմ դժվար է չհասկանալ, որ ասայից անմիջական կապ ուներ ընտրությունների հետ, ստորագրված փաստաթղթերը Երևանում որևէ հրատապ կամ հապճեպ բնույթ չունեին եւ որևէ խնդիր չէր լինի, եթե այդ փաստաթղթերը ստորագրվեին հունիսի 8-ին կամ որևէ այլ օր, սա մեծ հաշվով Հայաստանի աշխարհաքաղաքականացված ընտրությունների եւ այդ ընտրություններին արտաքին դերակատարների ներգրավվածության հերթական դրվագն է։ Ընդհանուր առմամբ ես չեմ կարծում, որ սա նորմալ է։ Բնականաբար այս տիպի գործողությունները նաև ազդեցություն են ունենում ընտրողների ընկալումների վրա, բայց այդ առումով մենք այս տիպի գործողություններ տարբեր արտաքին դերակատարների կողմից տեսնում ենք վերջին շաբաթների եւ ամսվա ընթացքում։ Մարկո Ռուբիոյի կարճատև այցի ընթացքում նախաստորագրված եւ ստորագրված փաստաթղթերին անդրադառնանք։ Նախ ինչ զարգացումների սպասել թրիփի առումով եւ ինչ է նշանակում երկու երկրների միջև կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրումը, կարծիքներ կան, որ սա Չինաստանից կախվածությունը թուլացնելու ԱՄՆ-ի նախաձեռնությունն է կամ քայլերից է։
Կարծում եմ ստորագրված փաստաթղթերից ամենակարևորը այնուամենայնիվ TRIP-ի շուրջ այդ ռազմավարական համագործակցության փաստաթուղթն է։ Այս փաստաթուղթը նախանշում է այն բոլոր քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվել են ու պիտի իրականացվեն այդ ծրագրի իրագործման համար։ Կարծում եմ այս տիպի փաստաթղթերը կարևոր են նաև հայաստանյան հանրության շրջանում առկա որոշ մտավախություններ փարատելու համար եւ սա այդ TRIP-ի իրագործման շրջանակի փաստաթղթից հետո երկրորդ փաստաթուղթն է, որը տալիս է որոշ պատասխաններ առկա հարցերին, կարծում եմ բավականին մեծ ու լայն փաստաթուղթ է, որպեսզի տարբեր կետերով քննարկենք, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հայկական կողմի որոշ կարմիր գծեր այս փաստաթղթում եւս պաշտպանված են, բայց պետք է արձանագրել, որ այս փուլում, երբ բանակցությունները զուտ հայ-ամերիկյան են, երևի ի սկզբանե պետք չէ ակնկալել որևէ դժվարություններ, հայկական եւ ամերիկյան կողմերը կարողանում են այդ թվում նաև տարբեր դետալների շուրջ համաձայնության հասնել, այստեղ խնդիրներ կարող են առաջանալ, երբ վաղ թե ուշ այս բանակցություններին ու քննարկումներին միանան Ադրբեջանն ու Թուրքիան, եւ այդ ժամանակ միգուցե մենք արդեն կարող ենք տեսնել որոշակի տարաձայնություններ կողմերի միջեւ։ Ինչ վերաբերում է այդ կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փաստաթղթին, սա արտացոլում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության բնույթը այս փուլում, որը ունի գործարքային կամ տրանզակցիոն բնույթ եւ նպատակ է հետապնդում առաջ տանել հենց Միացյալ Նահանգների տնտեսական շահերը, այո, սա նաեւ Չինաստանից այդ կախվածության նվազեցման քաղաքականության մաս է, բայց Հայաստանի պարագայում կարծում եմ այս գործընթացները դեռևս շատ նախնական ու տեսական փուլում են, չեմ կարծում, որ մոտ ապագայում պետք է ակնկալել ինչ-որ լուրջ զարգացումներ այս գործընթացում եւ իհարկե մյուս փաստաթուղթը, որը ստորագրվել էր, դա արդեն համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ այդ փաստաթուղթն է, որը եւս մեկ քայլով բարձրացնում է երկու երկրների միջև գործընկերությունը, այն շատ ավելի կոնկրետ կետեր ներառող փաստաթուղթ է, քան նույն ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ փաստաթուղթը, ընդհանուր առմամբ կարծում եմ այս փաստաթղթերի ստորագրումը նպատակ է ունեցել նաև ցույց տալ, որ կար ինչ-որ պրոգրես եւ առաջընթաց երկկողմ օրակարգում եւ այն խոսակցությունները, որ օրինակ Իրանի շուրջ զարգացումները սառեցրել կամ կանգնեցրել են այդ գործընթացները, չեն համապատասխանում իրականությանը։ Իդեպ TRIP-ի հետ կապված ինչ արձագանքներ սպասել Իրանից եւ Ռուսաստանից, թե կսպասեն տեսնեն ինչպես է ընթանում այս առհասարակ այս գործընթացը, այնուհետև կտեսնենք արձագանքներ։ Այո, հատկապես Իրանի արձագանքը այս փուլում ամենակարևոր հարցերից մեկն է, որի պատասխանը մենք չունենք, մինչև այս վերջին հակամարտությունը կարծես թե հայկական կողմը կարողացել էր համոզել Թեհրանին, որ այս ծրագիրը չի հակասում Իրանի շահերին, մենք հիշում ենք, որ նաև դեսպանի մակարդակով այդ մասին հայտարարություն եղավ մինչև հակամարտության մեկնարկը, բայց հիմա բոլոր վերջին զարգացումները հաշվի առնելով, որ նոր դերակատարներ են հիմա որոշում ներկայացնում Իրանում, հաշվի առնելով նաև այս հակամարտության հնարավոր ազդեցությունը մոտեցումների վրա, մենք պետք է միայն սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին կլինի արձագանքը։ Ռուսաստանի դեպքում արձագանքը մինչ այսօր երկակի էր, մի կողմից Ռուսաստանի համար իհարկե այս կոմունիկացիայի հաղորդակցության նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը ռազմավարական պարտություն է, որովհետև նրանք են վերջին տարիներին ցանկանում ներկա լինել գետնի վրա եւ նաեւ վերահսկել այդ գործընթացը, բայց մյուս կողմից Ռուսաստանը կարծում եմ նաեւ փորձելու է օգտվել այս ապաշրջափակման գործընթացից։ Մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնից հետո ստեղծված այս նոր մթնոլորտից մեծ հաշվով առաջին հերթին Ռուսաստանն էր օգտվում եւ օգտագործում էր Ադրբեջանի տարածքը դեպի Հայաստան տրանզիտի համար, այս Ռուսաստանի դեպքում իհարկե առանցքային նշանակություն է ունենալու նաև Հայաստանի երկաթգծային համակարգի ապագան, որովհետև ի սկզբանե Հայաստանի իշխանությունները իհարկե պնդում էին ու պնդում են, որ Ռուսաստանը չի կարող լինել TRIP-ի մաս, եւ ընդհանուր առմամբ TRIP-ի հատվածում կառուցվող այդ երկաթգծերը գիտենք նաև, որ չի լինելու ՌԺԴ-ի ռուսական երկաթգծերի վերահսկողության տակ, բայց նշվում է, որ Ռուսաստանը կարող է դառնալ TRIP-ի շարունակությունը, հաշվի առնելով նաև հենց վերահսկողությունը Հայաստանի երկաթգծային համակարգի նկատմամբ։ Հիմա երբ խոսակցությունները արդեն ակտիվացել են, որ Հայաստանը կարող է
փոխանցել կառավարումը երրորդ կողմին, տեսնում ենք, որ անընդհատ այդ թեմայով քննարկումներ են ընթանում, այս հարցում կարող է լինել սրացում իհարկե հարաբերություններում եւ ես իհարկե նաեւ մտածում եմ, որ վերջին շրջանի բոլոր սպառնալիքները, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում որոշ սահմանափակումներ կապված են առաջին հերթին հենց երկաթգծի ապագայի հետ եւ շատ բան կախված է լինելու թե ընտրություններից հետո վերընտրվելու դեպքում Հայաստանի իշխանությունները ինչպիսի քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար սա կարող է լինել կարմիր գիծ եւ այդ կարմիր գիծը հատելու դեպքում Հայաստանի կողմից կարող ենք արդեն ակնկալել Ռուսաստանից ավելի կոշտ քայլեր, ինչը իհարկե նաեւ ազդեցություն է ունենալու նաեւ թրիփի իրագործման վրա, բայց մյուս կողմից էլ ռուսական վերահսկողությունը նշանակում է նաեւ տարբեր ներդրումներ ներգրավելու հարցում սահմանափակ հնարավորություններ։ Մենք գիտենք, որ այդ ընկերությունը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ, խոսքը ՌԺԴ-ի մասին է, եւ Հայաստանը բավականին դժվար երկընտրանքի առաջ է կանգնած մի կողմից գնալ այդ ռուսական վերահսկողությունից ձերբազատվելու ճանապարհով մեծ հաշվով նաև ռիսկեր ստեղծելով ռուսական հնարավոր արձագանքի համար եւ երկրորդ տարբերակը չգնալ այդ ճանապարհով եւ սահմանափակ հնարավորություն ունենալ ներդրումների ներգրավման առումով։ Ինչպես է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախազգուշացմանը, որ ռուսական բանակն սկսում է համակարգված հարվածների շարք Կիևի տարածքում գտնվող ռազմական եւ արդյունաբերական օբյեկտների դեմ եւ այդ կապակցությամբ խորհուրդ է տալիս օտարերկրացիներին եւ դիվանագիտական առաքելություններին հնարավորինս արագ լքել քաղաքը։ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ ՎՏ Հայաստան Նյուզին տեղեկացրին դիվանագիտական ներկայացուցչությունից։ Մեր թղթակցին դեսպանատնից ասել են, որ այս պահին տարհանման գործողություններ չեն պլանավորվում։ Չնայած վաղ առավոտյան հնչած տագնապի ազդանշաններին, հեռախոսազրույցի պահին իրավիճակը հանգիստ էր։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Փորձագետները շարունակում են խոսել հիբրիդային սպառնալիքների, տեղեկատվական մանիպուլյացիաների եւ թաքնված արտաքին ազդեցության աճի մասին։ Ինչպես է նման մարտահրավերները հաղթահարել Մոլդովան եւ ինչ ռիսկեր են քննարկվում Հայաստանում։ Թեմային իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում առավել տեսանելի են դառնում հիբրիդային սպառնալիքները, կեղծ տեղեկատվությունը, մանիպուլյացիաներն ու թաքնված ազդեցությունը, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն տեղափոխվում են թվային տիրույթ եւ դառնում քաղաքական պայքարի մաս։ Նման մարտահրավերների միջով արդեն անցել է Մոլդովան, բախվելով ապատեղեկատվական արշավների, արտաքին ազդեցության եւ հասարակական վստահության ճգնաժամի։ Այդ փորձով Երևանում հայ գործընկերների հետ կիսվելու էին ժամանել մոլդովացի հետաքննող լրագրողները։ Նրանք ներկայացրել են նաև իրենց հետաքննություններից մեկը՝ Կրեմլյամետ կառույցի գործողության մասին, որը հումանիտար եւ երիտասարդական ծրագրերի անվան տակ ըստ հետաքննության հեղինակների զբաղվել է քաղաքացիների հավաքագրմամբ եւ գաղափարական ազդեցությամբ երկրի ներքաղաքական իրավիճակի ապակայունացման նպատակով։ Ըստ հետաքննողների, այդ ազդեցության համար կիրառվել են ընտրական արշավներին բնորոշ տարբեր մեխանիզմներ։ Թե ընտրակաշարքը, թե սոցցանցերում քարոզչությունը, թե երիտասարդներին ու եկեղեցու հետևորդներին ներգրավելը, այս ամենը մեկ ընդհանուր համակարգված տեղեկատվական արշավի տարրեր են, որոնք ուղղված են հասարակական կարծիքի վրա ազդելուն եւ Մոլդովայի տարածքում ռուսական ներկայության հզորացմանը։ Մոլդովայի իշխանությունները սակայն կոնկրետ քայլեր ձեռնարկեցին ռուսամետ ազդեցության ցանցերի դեմ։ Власти Молдовы принимали непопулярные решения. Մոլդովայի իշխանությունները ոչ պոպուլար որոշումներ էին ընդունում, սահմանափակելով ֆինանսական հոսքերը ուղղված որոշ ռուսամետ կուսակցությունների եւ լրատվամիջոցների։ Լրատվամիջոցներն էլ ակտիվորեն հետաքննում էին Մոլդովայում ռուսամետ գործակալների գործունեությունը, ինչպես նաեւ այն քաղաքական գործիչներին, ովքեր աշտավարձ էին ստանում Կրեմլից, այսինքն լրագրողներն ու քաղաքացիությունը կատարում էին իրենց աշխատանքը, իշխանությունները իրենց, եւ հենց այս համատեղ աշխատանքն էլ նպաստեց նրան, որ Մոլդովան դարձավ արևելյան ուղղություն, այլ շարունակում է իր կյանքն ու օրենքները ադապտացնել եվրոպական չափանիշներին։ Սակայն Հայաստանի դեպքում մարտահրավերներն ավելի բազմաշերտ են։ На Молдову серьезное влияние. Ռուսաստանը փորձում է լուրջ ազդեցություն գործել Մոլդովայի վրա, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա բացի Ռուսաստանից, որը փորձում է երկիրը պահել իր ուղեցրում, ազդեցության գործելու փորձեր են անում նաև Թուրքիան եւ Ադրբեջանը։
Հայաստանն ավելի շատ մարտահրավերներ ունի, քան Մոլդովան։ Больше вызовов, чем Молдова. Հայաստանում այս գործընթացները արտացոլվում են հակադիր քաղաքական նարատիվների բախման մեջ, ինչը առավել տեսանելի է տեղեկատվական դաշտում։ Մի շարք խնդիրներ ենք մենք տեսնում նախընտրական արշավում, որոնց մի մասը օրենքով են կարգավորվում, այսինքն օրենքի խախտումների հետ գործ ունենք, իսկ մի մասը ավելի շատ, այսպես ասած, հիբրիդային անորոշ ոլորտում է, որտեղ նույնիսկ հասկանալի չի ինչի հետ գործ ունես։ Այս նույն մետայում մենք տեսնում ենք, որ ստեղծվում են մեծ թվով այլընտրանքային օգտահաշիվներ, պրոֆիլներ, որոնք նույնպես գովազդ են տնում քաղաքական այս կամ այն ուժի օգտին եւ հնարավոր չէ հետեւել, սա որ կուսակցության համար է ծախսում։ Փորձագետը խոսում է նաև փոխադարձ մանիպուլատիվ նարատիվների ակտիվ տարածման մասին։ Ներկայացվում է մոտավորապես այս ընտրությունները այնպես, որ սա ոչ թե ընտրություն է երկրի ապագա քաղաքականություն ընտրելու, այլ ընտրություն է հայ մնալու եւ թուրքացվելու միջև։ Հիմա տեսնում դրա աննախադեպ ծավալներով շրջանառում, երբ որ քաղաքական ուժերը դա թեմա են դարձնում, գովազդում են, օգտագործում են։ Ըստ մասնագետի, աճել է նաև արհեստական բանականությամբ ստեղծված քարոզչական բովանդակությունը։ Հայտնի գործիչներ, ռոք երաժիշտներ, չգիտեմ, հայ աստղեր, ովքեր խոսում են այս կամ այն արհեստական բանականությամբ գեներացվող վիդեոներին, որտեղ խոսում են այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու մասին, ինչը այդպես չի, եւ նաեւ առհասարակ շատ կոպիտ սարքված նույնիսկ հումորային արհեստական բանականությամբ տեսանյութեր, որոնք ծաղրում են այս կամ այն քաղաքական ուժին։ Այս ամենից փորձագետի կարծիքով առաջին հերթին տուժում է հանրությունը։ Տեղեկատվական եւ հուզական մշտական ճնշման պայմաններում ընտրողին ավելի ու ավելի քիչ հնարավորություն է մնում ստապ գնահատելու քաղաքական ծրագրերն ու իրականությունը։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Եվրոպայում սպասվում է անոմալ շոկ ամառ։ Օրինակ Ֆրանսիայի հարավում արդեն գրանցվել է 37 աստիճան տաքություն, ինչը համարվում է չափազանց բարձր ցուցանիշ գարնան վերջի համար։ Օդերևութաբաններն զգուշացնում են, որ գլոբալ կլիմայական փոփոխությունների պայմաններում նման շոկ եղանակը կարող է դառնալ նոր նորմա։ Ի պատասխան եվրոպական քաղաքները շտապ փնտրում են իրավիճակի էկոլոգիական լուծումներ։ Դրանցից մեկը նոր սառեցման համակարգերի ներդրումն է՝ կանաչ տանիքներ, ուղղահայաց այգիներ, ջրային տարածքներ եւ հատուկ սառեցնող գոտիներ ստվերով եւ ջրի հասանելիությամբ։ Փարիզում եւ Բարսելոնայում փողոցներում տեղադրում են ջրի ցողիչներ, իսկ Վիեննայում եւ Ամստերդամում օգտագործում են շոքի քարտեզներ, որպեսզի հայտնաբերեն առավել գերտաքացած շրջանները եւ դրանք զովացնեն կանաչապատման միջոցով։ Վարշավայում կրճատում են բետոնե ծածկույթները, զարգացնում կանաչ գոտիները եւ ներդնում ջրի պահպանման համակարգեր բնական սառեցման համար։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։